Մթնոլորտ փոխվեց ակտիվ երիտասարդ մարդկանց նկատմամբ, երիտասարդական նախաձեռնությունների, հասարակական նախաձեռնությունների նկատմամբ։ Խոսքն այն մասին չէ, որ ստորագրվեց, ասենք թե ինչ-որ հրամանագիր, որից հետո մթնոլորտը փոխվեց։ Դա քաղաքականություն էր, որը տարվեց, դա այն գաղափարների համակցություններ, որը ընդունվեց մեր քաղաքական էլիտայի կողմից, եւ այն հասարակական պահանջն էր, որը տեղ հասավ ըստիս։ Ինձ համար կարևորագույն փոփոխությունը դա մթնոլորտի փոփոխությունն է, վստահ եմ, որ ել ավելի է լավանալու մթնոլորտը, Հայաստանը իսկապես շատ ավելի մոտ է հիմա ժողովրդավարական պետություն կոչվելուն, քան թե նախկինում, սա օբյեկտիվ նաև պրոցես է, եւ վստահ եմ, որ այս խորհրդանական ընտրություններից հետո մենք առիթ ենք ունենալու խոսելու Հայաստանում լավագույն ընտրությունների անցկացման մասին։ Այսինքն դա է ուզում հարցնել, շատ է խոսվում, ասվում այն մասին, որ մայիսի 6-ի ընտրությունները լինելու են աննախադեպ լավը եւ որակի եւ ազատության եւ արդարության տեսակետից, դուք ինքներդ հավատում եք, որ կստացվի անել այնպես, որպեսզի լինեն դրանք աննախադեպ լավը։ Ես ոչ միայն հավատում եմ, ես վստահ եմ, որ դրանք տեղի են ունենալու, այս ընտրությունները տեղի են ունենալու ամենավորակյալ ձևով, ազատ, արդար, թափանցիկ, դրա համար կա անհրաժեշտ քաղաքական կամք, դրա համար կա անհրաժեշտ մթնոլորտ եւ միջավայր, դրա համար կա հասարակական լուրջ պահանջարկ եւ դրա համար մենք պետք է բոլորս աշխատենք իհարկե, բայց վստահ եմ, որ այդպես էլ լինելու է։ Դուք 25-րդ համարն եք Հայաստանի Հանրապետական Կուսակցության համամասնական ցուցակի, եթե անցնեք խորհրդարան, ինչ եք անելու, ինչ դերում եք ձեզ ավելի շատ պատկերացնում։ Ինչ պատգամավոր կլինեք։ Դժվար է պատասխանել այդ հարցին կարճ, ինչ նախաձեռնություններով եմ հանդես գալու, ինչ եմ անելու, մի բան կարող եմ ասել, որ լինելու եմ շատ ակտիվ եւ շատ լավ պատգամավոր մեր ժողովրդի եւ մեր հասարակության համար։ Ինչու ձայնը տալ Հայաստանի Հանրապետական Կուսակցությանը, եթե բանաձևելու լինենք։ Որտեւ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունն է հանրապետության նախագահի գլխավորությամբ, որ փոփոխությունների քաղաքականությունը տանելու կարողություն ունի, կամք ունի եւ վճռականություն ունի եւ այդպես էլ անելու է։ Իսկ փոփոխությունները մեզ շատ անհրաժեշտ են մեր երկրին, մեր ժողովրդին, մեր հասարակությանը։ Ուստի պետք է հավատալ, որ փոխվի։ Անպայման։ Շնորհակալություն ձեզ հարցազրույցի համար։ Հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերում խոսքի իրավունքներ, իսկ խոսքի իրավունք ուներ Միացյալ Ազատական ազգային կուսակցության քարտուղար Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական Լևոն Մարտիրոսյանը, այսքանը կհանդիպենք։